Բարի օր, սիրելի հայրենակից։ Այսօր չորեքշաբթի է եւ եթերում իրական լուրերի հերթական թողարկումն է։ Ձեզ ենք ներկայացնում անցած շաբաթվա կարևոր իրադարձությունները։ Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել այն անձը, ով ցուցադրել է հայոց ցեղասպանության մասին հայկական ֆիլմը։ Ռեժիսոր Ռոչհիլատ Ակսոյը Տիգրանակերտում Դիարբեքիր քրեական հետապնդման է ենթարկվում, քանի որ ցուցադրել է Իննա Սահակյանի Ավրորայի լուսաբացը անիմացիոն վավերագրական ֆիլմը։ Ավրորայի լուսաբացը Թուրքիայի կողմից ցեղասպանության ենթարկված Ավրորա Մարտիկանյանի մասին է, որը հիմնված է նրա հիշողությունների ու վկայությունների վրա։ 1919 թվականին Մարտիկանյանի վկայությունների հիման վրա Հոլիվուդում նկարահանված Հոգիների աճուրդ խաղարկային համր ֆիլմը համարվում է հայոց ցեղասպանության մասին առաջին ֆիլմը։ Այս ֆիլմի նկարահանումների եւ Ավրորա Մարտիկանյանի պատմությունն է անիմացիայով ներկայացրել Իննա Սահակյանը Ավրորայի լուսաբացը անիմացիայում։ Ռոչհիլատ Ակսոյին դատում են Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով թուրքականությունը վիրավորելու մեղադրանքով։ Դատական հաջորդ նիստը նշանակված է 2026 թվականի ապրիլի 6-ին։ Իսկ Հայաստանի Հանրապետությունում ներկայիս կառավարության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ ցուցումով աշխատանքից հեռացման դիմում է գրել Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը, քանի որ խախտել է վարչապետի կողմից սահմանված ՀՀ արտաքին քաղաքականության գիծը։ Որովհետև երբ որ երկրի վարչապետը ասում է, որ Ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին Արցախյան հիմնահարց թեմայով գիրք նվիրել ինչ նշանակում։ Այս երկրում քանի հոգի կարա արտաքին քաղաքականություն վարի։ Ինչի լուծարում։ Ով ասել ձեզ, ինչ կապ ունի մեկը մյուսի հետ։ Հայաստանի Հանրապետությունում արտաքին քաղաքականություն վարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Եվ ով որ Հայաստանի այն պետական պաշտոնյան, ով որ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակասող բան կասի, պետք է ազատվի աշխատանքից, այդտեղ ինչ թեմա կա։ Այսինքն մենք պետություն ենք, թե սա բանա, ինքնագործ խմբակ է, որտեղ մեր ստեղծագործական պոտենցիալն ենք բանանում, փորձարկում։ Սա պետություն է, հարգելիներս։ Սա պետություն է, հստակ իր կառավարման տրամաբանությամբ եւ պետական համակարգով։ Եվ այդտեղ չկմեղանալու բացարձակ ոչ մի բան չկա։ Կառավարությունն է որոշում արտաքին քաղաքականությունը։ Ես կառավարության ղեկավարն եմ, այդ թվում ես եմ, այո։ Պարոն վարչապետ, այսինքն թանգարանի տնօրենը հեռացվել է ձեր ցուցումով այն բանի համար, որ ԱՄՆ փոխնախագահային Արցախի վերաբերյալ գիրք է նվիրել, ճիշտ հասկացան ձեր պնդումը, ձեր մեկնաբանությունը։ Ցուցումով, այո, ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի։ Իմ ցուցումը եղել է Արցախի մասին իր խոսելը, նաև գիրք նվիրելը, հա, դուք համարել եք դա կառավարության քաղաքականությանը հակառակ ինչ որ գործողություն։ Այո, ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն, ես դա համարել եմ սադրիչ գործողություն եւ խնդրել եմ, որ դիմում գրի։ Իսկ ինչ էր արել Էդիտա Գզոյանը։ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանին փաստացի հեռացրել են աշխատանքից ընդամենը մեկ մեղքի համար։ Նա համարձակվել է ԱՄՆ փոխնախագահի հետ զրույցում բարձրաձայնել Արցախի եւ Սումգայիթյան ջարդերի մասին։ Իրականում ինչ է արել Էդիտան։ Նա արել է այն, ինչ պարտավոր էր անել իսկական հայ մտավորականը, արժանապատիվ պաշտոնյան եւ սկզբունքային գիտնականը։ Նա խոսել է ճշմարտության լեզվով, չկորչելով քաղաքական կոնյունկտուրայի փոշու մեջ։ Իսկ ինչ է արել նրան հեռացնող ձեռքը։ Նա էլ է իր գործն արել, պահելով իրեն որպես թշնամի պետության հերթական կամակատար։ Ինչու է սա վտանգավոր։ Էդիտայի արարքը չէր հակասում Հայաստանի պետական շահին, այն հակասում էր բացառապես Ալիևի առաջադրած նախապայմաններին։ Սա հարված է ոչ թե անձին, այլ մեր հավաքական արժանապատվությունը փրկելու վերջին փորձերին։ Եթե այսօր լռենք, վաղը ցանկացած պատմության ուսուցչի կհեռացնեն աշխատանքից դասի ժամին ցեղասպանության, հերոսամարտերի կամ պարզապես ազգային ինքնասիրության մասին խոսելու համար։ Սա այլևս քաղաքականություն չէ, սա ներքին օկուպացիա է, որտեղ հայ լինելն ու ճշմարտություն ասելը դառնում են հանցագործություն։ Բայց հիշեք, ոչ մի մղձավանջ հավերժ չէ, որքան ուժգին է սեղմվում զսպանակը, այնքան հուժկու է լինելու հակահարվածը, գրել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի համաշխարհային պատմության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը։ Որպես այս պատմության վերջաբան դիտենք հետևյալ տեսանյութը։
Ցեղասպանության թանգարանի Արցախի բաժինը կփակվի։ Թանգարանի տնօրենի վիճահարույց պաշտոնակությունից հետո աշխատակիցները գրավոր հարցում են ուղարկել Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարություն, խնդրելով պարզաբանումներ ստանալ բաժնի ճակատագրի վերաբերյալ։ Սակայն հարցումը մի քանի օր է ինչ անպատասխան է մնում։ Տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը արդեն իսկ ցույց է տվել իր հավատարմությունը վարչապետի քաղաքական կուրսին եւ հայտարարել է կառուցվածքային զգալի փոփոխությունների մասին։ Մինչ այժմ նա աշխատակիցների շրջանում կողմնակիցներ չունի։ Պատմական միաժամանակ абսուրդ ժամանակաշրջանում ենք ապրում, սիրելի հայրենակից։ Թուրքիայում քրեական հետապնդման են ենթարկվում այն թուրքերը, ովքեր խոսում են հայկական ցեղասպանության մասին, Հայաստանում դեռևս ազատվում են աշխատանքից, վաղը անպայման քրեական հետապնդման կենթարկվեն այն հայերը, որոնք կխոսեն թուրքերի ու ադրբեջանցիների կողմից իրականացված հայկական ցեղասպանության մասին, կհամարձակվեն արտաբերել Արցախ անունը։ Բայց պարզվում է, որ ներկայիս կառավարությունն ու նրանց սատարողները միայն Հայաստանի ներսում չէ, որ աշխատանքներ են տանում հայության ու հայկականության հանդեպ։ Սրա մասին է վկայում նաև թշնամու հետ ձեռք-ձեռքի տված համագործակցությունների անվերջ շղթան։ Լոնդոնում տեղակայված Apollo Strategic Communications կազմակերպությունը 2026 թվականի մարտի 2-ին ամերիկյան լրատվամիջոցներին ուղարկված նամակով վերջիններիս խմբագիրներին առաջարկել է ոչ հրապարակային քննարկումներ, նպատակ ունենալով արատավորել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբին, արժեզրկել ու վարկաբեկել դրա գործունեությունը։ Ամերիկյան լրատվամիջոցներին ուղարկված փակ նամակը հայտնվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի մոտ։ Ուշագրավ է, Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի վերաբերյալ խոստացվող տեղեկատվությունը ամբողջությամբ համապատասխանում է Հայ դատի համակարգի դեմ պայքարում ադրբեջանա-թուրքական շրջանակների կողմից օգտագործվող կեղծ պնդումներին։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Apollo Strategic Communications-ի մայր ընկերությունը RSK Group-ին է պատկանում Azerbaijan Environment and Technology Center Ltd դուստր ընկերությունը, որը լայնածավալ ծրագրեր է իրականացնում Ադրբեջանում, մասնավորապես Կասպյան տարածաշրջանում, իսկ Apollo-ն իր գրանցումից ի վեր 2009 թվականից գործել է մի քանի անվանումներով՝ Red Public Relations Limited եւ Apollo Public Relations Limited։ Ցավոք, ադրբեջանական ակնհայտ ուղղորդման պայսարշավին են միացել նաեւ ազգությամբ հայեր եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, այդ թվում ՀՀ ԱԺ պատգամավոր։ Մասնավորապես մարտի 2-ի նամակով ամերիկյան մամուլի պատասխանատուներին առաջարկվում է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբին վարկաբեկող տեղեկատվության փոխանցում հետեւյալ անձանց հետ հանդիպումների միջոցով։ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կոնգրեսական հանձնաժողովի անանուն աշխատակից ՀՀ ԱԺ քաղաքացիական պայմանագիր իշխող խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյան, պատմաբան Նժդե Հովսեփյան, Քարնեգի հիմնադրամի այցելու գիտաշխատող Կարո Փալյան։ Ավելի ուշ X-ի իր միկրոբլոգում Կարո Փալյանը հրաժարվել է այդ արշավին մասնակցությունից գրելով. Լրագրողներին իմ անունից ուղարկվել են հաղորդագրություններ Հայաստանի վերաբերյալ, որոնք ես չեմ լիազորել։ Հատկանշական է նաև, որ այս արտահոսքից հետո Apollo Strategic Communications-ը փակել է X-ի իր օգտահաշիվը, իսկ աշխատակիցների ցանկից հեռացրել է հրապարակված նամակը ստորագրած աշխատակից Դենիել Բլեյք Մարտինի տվյալները։ Կատարվածի վերաբերյալ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Apollo Strategic Communications-ից պահանջում է հետևյալ հարցերի պատասխանը. Ով է վարձել Apollo-ին Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դեմ արշավ իրականացնելու համար եւ որքան գումար է վճարվել։ Եթե Apollo-ն Ամերիկայում գործել է օտար պատվիրատուի անունից ամերիկյան կազմակերպության դեմ, ապա ինչու չի գրանցվել ԱՄՆ արդարադատության նախարարությունում Foreign Agents Registrations Act օրենքի համաձայն։ Ինչպես եւ ինչու են այս գաղտնի արշավում ներգրավել ԿՊԱ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը, Նժդե Հովսեփյանը եւ Կարո Փալյանը։ Ինչ կապեր ունի Apollo-ի մայր ընկերությունը RSK Group-ը Ադրբեջանի, Ալիևների ընտանիքի եւ Կասպյան տարածաշրջանի էներգետիկ ընկերությունների հետ։ Կից ներկայացվում է ամերիկյան լրատվամիջոցներին գաղտնի կերպով ուղարկված նամակը ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ։ Երկիր ԵՄ-ի խմբագրակազմը հիշեցնում է նաեւ, որ Նժդե Հովսեփյանը 2025 թվականին տպագրված 9-րդ դասարանի աղմկահարույց հայոց պատմություն դասագրքի համահեղինակներից է։ Եվ մինչ ՀՀ ներկայիս կառավարության վարչապետը շարունակում է իր պայքարը հայկական ինքնության դեմ, ադրբեջանցիները փորձում են նոր աղբյուրներ գտնել իրենց չեղած ինքնության ամրապնդման համար։ Կովկասի մահմեդականների գրասենյակը Վատիկանում Ադրբեջանի դեսպանությունը մարտի 9-ին Հռոմում միջկրոնական համերաշխության իֆտարի ընթրիք են կազմակերպել Վատիկանում Մարոկոյի դեսպանության եւ միջազգային մեդիա հաղորդակցության ակումբի աջակցությամբ։ Սուրբ Աթոռը ներկայացրել է պետքարտուղար կարդինալ Պարոլինը։ Իֆտարին Փաշազադեի հետ Ադրբեջանից ներկա են եղել կաթոլիկ եկեղեցու Ալբանա ուդի քրիստոնեական համայնքի նախագահ Ռոբերտ Մոբիլին, Բաքվի եվրոպական հրեական համայնքի նախագահ Շարովսկին եւ այլք։
Վատիկան Նյուզի ադրբեջանական տարբերակում Ազերթաջում սույնը լրացվել է նաև հետևյալ տեղեկատվությամբ. Փաշազադեն այցելել է 1475 թվականին հիմնադրված Վատիկանի առաքելական գրադարան։ Հետաքրքիր է, թե ինչ է որոնում Փաշազադեն փաստաթղթերով հարուստ գրադարանում, որ հասանելի է միայն մասնագետ հետազոտողների համար։ Փետրվար ամսվա ընթացքում Ադրբեջանի պետական Ազերթաջ լրատվական գործակալությունը արել է 28 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչվել է Արևմտյան Ադրբեջան զավթողական անվամբ։ Հունվար ամսվա ընթացքում Ադրբեջանի պետական Ազերթաջ լրատվական գործակալությունը արել է 27 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչվել է Արևմտյան Ադրբեջան զավթողական անվամբ։ Դեկտեմբեր ամսվա ընթացքում Ադրբեջանի պետական Ազերթաջ լրատվական գործակալությունը արել է 61 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչվել է Արևմտյան Ադրբեջան զավթողական անվամբ։ Նոյեմբեր ամսվա ընթացքում Ադրբեջանի պետական Ազերթաջ լրատվական գործակալությունը արել է 21 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչվել է Արևմտյան Ադրբեջան զավթողական անվամբ։ Այսինքն վերջին 4 ամսվա մեջ Ադրբեջանի պետական Ազերթաջ լրատվական գործակալությունը արել է 137 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչվել է Արևմտյան Ադրբեջան զավթողական անվամբ։ Այս վտանգավոր զավթողական ծրագիրը կանխելու ուղղությամբ ՀՀ իշխանությունները ոչ միայն ոչինչ չեն անում, այլև իրենց քայլերով ապացուցում են, որ պատրաստ են շարժվել գլխավորապես Ադրբեջանից թելադրվող օրակարգերով, հակաեկեղեցական արշավը դրա ամենավառ դրսևորումներից մեկն էր։ Ես սա արձանագրում եմ մեծ ցավով։ ՀՀ ներկայիս իշխանության մնալու դեպքում Հայաստանը իրապես գնալու է Ադրբեջանի կողմից թելադրվող վտանգավոր եւ էքսպանսիոնիստական ծրագրերի իրագործման ճանապարհով։ Կարող ենք սա չնկատելու տալ, բայց այդպես է։ Ալիևի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է առաջիկա ընտրություններում, եւ դրա պատճառն այնքան բացահայտ է, գրում է Տաթևիկ Հայրապետյանը։ Մինչ Գևորգ Պապոյան եւ մյուսներ իշխանական անսամբլը վերջին շրջանում 24/7 ռեժիմով ագրեսիվ քարոզչություն է անում, թե եթե ԿՊ չլինի, թրիփը չի լինի, հետեւաբար խաղաղություն չի լինի, Հայաստանը կդառնա ծայրագավառ ու ընտրողին մոլորեցնում են, թե Հայաստանի անվտանգության հարցն առնվազն 99 տարով լուծված է, քանի որ ամերիկյան ընկերությունը 99 տարով վարձակալել է Հայաստանի 41 կիլոմետրանոց տարածքը, որտեղով պետք է անցնի Թրամփի ուղին։ Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը սառը ցնցուղ լցրեց իր թիմի ու իրենց հավատացողների գլխին, ակնարկելով, որ թրիփի աշխատանքները ժամանակավորապես կարող են հետաձգվել։ Ավելի պարզ ասած, այս ճանապարհի կառուցումն իրենց ձեռքում չէ, ԱՄՆ-ն ոնց ուզի, այնպես էլ կլինի։ Իսկ Իրանի կոնֆլիկտը փոխել է իրավիճակը մեր տարածաշրջանում։ Կառավարության նիստից հետո բրիֆինգում Փաշինյանը բառացի ասաց, որ Թրամփի ուղին ԱՄՆ վարչակազմի առաջնահերթությունների մեջ չէ այս պահին Իրանի շուրջ կատարվող իրադարձությունների պատճառով։ Տեսնում եք ինչ է կատարվում ու ինչով են իրենք հիմա զբաղված։ Ցավոք հավանականությունը մեծ է, որ process-ների վրա ժամանակի առումով կազդի։ Հիմա ԱՄՆ կառավարությունը կենտրոնացած է այլ խնդրի վրա։ Իհարկե, եթե պարզվի, որ չի ազդի, ավելի լավ, ասաց նա, գուժելով, որ խաղաղության փուչիկը պայթել է։ Թերևս նաև սա է պատճառը, որ ամբողջ ուժով հումանիտար միջանցք են առաջարկում Ադրբեջանին, գրում է Հրապարակ օրաթերթը։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է հենց այսօր գործող ենթակառուցվածքներով Կորնիձոր, Գորիս, Եղեգնաձոր երասխ երթուղիով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի միջև ավտոմոբիլային կապը։ Մեր այս առաջարկը նպատակ չունի որևէ կերպ ձգձգել, խափանել, մոռացության մատնել Վաշինգտոնի պայմանավորվածությունները։ Եվրոպական խորհրդարանում իր ելույթում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տարածքով անցման այս նոր ճանապարհի մասին մանրամասներ չներկայացրեց, ինչ կարգավորումներ է առաջարկում Երևանը, հատկապես նկատի ունենալով, որ Բաքվի պահանջն է Նախիջևանի ճանապարհին չտեսնել հայերի։ Մենք այս առաջարկը անում ենք, որովհետև ինքներս ենք մի փոքր այլընտրանքային տարբերակներով օգտվում Ադրբեջանի երկաթուղուց։ Ինչպես Ադրբեջանն է սպասում Հայաստանի տարածքով դեպի Նախիջևանի ինքնավար հանրապետություն կապի հաստատմանը, այնպես էլ մենք ենք սպասում Նախիջևանի տարածքով Հայաստանի հարավի եւ հյուսիսի միջև երկաթուղային կապի հաստատմանը։ Երկաթուղային այս երթուղին Հայաստանի համար այլընտրանք չունի։ Հայաստանի եւ Ադրբեջանի սպասումները այս առումով չեն հակասում իրար։ Եվրոպայի խորհրդարանում հայտարարել է Փաշինյանը։ Իսկ ինչ կարծիք ունի թրիփի մասին Ալիևը, ով համառորեն այն կոչում է Զանգեզուրի միջանցք։ Даже когда мне задают вопросы иностранные журналисты, они говорят «Зангезурский коридор». Мне бывает очень приятно каждый раз, когда я это слышу. Этот термин уже вошел в международный лексикон и, безусловно, будет реализован. Bu artıq beynəlxalq leksikona daxil edildi. Biz də onların ərazi bütövlüyünü tanımayacağıq.
У нас много причин не признавать территориальную целостность Армении. Тем не менее, мы готовы это сделать ради будущего мира и налаживания отношений между странами. Но я не могу гарантировать, что через полгода будет так же. Что касается использования воздушного пространства, то должен также сказать, что мы использовали этот коридор без разрешения Армении. Пусть все знают, что мы не получили их разрешение. Это наше право, это международный коридор. В мировой авиационной системе есть правила, то есть есть возможность использовать существующий коридор. Мы решили использовать это для реализации воздушного варианта Зангезурского коридора. Полет в Нахчеван экономит время и топливо, но главное, конечно, не это. Главной задачей было открыть этот коридор. Սա կոնկրետ ապացույց է, որ Ալիևի պահանջները երբեք չեն ավարտվի մինչև Հայաստանի ֆիզիկական վերացում, իսկ որ Նիկոլ Փաշինյանը այդ երազանքը իրականացնող կախարդական փայտիկն է, փաստում է հաջորդ նյութը։ Հաջորդ քայլը, որի մասին արդեն տևական ժամանակ է ինչ խոսվում է Հայաստանում եւ որը կատարվում է դարձյալ Ալիևի ուղիղ պահանջով, ՀՀ սահմանադրության փոփոխությունն է, մասնավորապես անկախության հռչակագրից հրաժարվելը։ Ու թեև իշխող կուսակցությունը ջերմերանդորեն շղթում էր այդ փաստը կամ էլ շրջանցում ուղիղ պատասխանը, այսօր այլևս Փաշինյանը ոչինչ չի թաքցնում։ Հայաստանի երրորդ հանրապետության պետականության գաղափարական հիմքը հենց անկախության հռչակագիրն է։ Եթե այն հանվում է սահմանադրական հիմքից, ապա փոխվում է պետության գաղափարական առանցքը։ Անկախության հռչակագիրը ոչ միայն իրավական փաստաթուղթ է, այլ նաև ազգային նպատակների ու պատմական արդարության փաստաթուղթ։ Մոռանանք նաև, որ անկախության հռչակագրի փոփոխությունը պահանջ էր Ալիևի կողմից։ Կարճ ասած, Ալիևի կողմից տրված տնային աշխատանքների կատարում Նիկոլի կողմից։ Հազարավոր պատճառներին ավելացավ եւս մեկը, որ հունիսի 7-ից հետո Հայաստանը պետք է ունենա նոր ղեկավար, գրում է Facebook-յան օգտատեր Հայկ Մովսիսյանը։ Փետրվարի 28-ին Իրանը ենթարկվեց հարձակման։ Հարձակումից դեռ մեկ շաբաթ առաջ պարզ էր, որ հադրվածն անխուսափելի է եւ օրերի հարց։ Դրանից մեկ օր առաջ ՀՀ անվտանգության խորհրդի նիստ անցկացնելը տրամաբանական կլիներ, եթե չասենք ուշացած, եթե քննարկման թեման լիներ Իրանը։ Բայց անվտանգության խորհրդի նիստին լրիվ այլ թեմաներ են քննարկվել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության թեմաներից մեկը առցանց հարթակներում, այդ թվում սոցիալական ցանցերում երեխաների պաշտպանությունն էր։ Առաջին հայացքից թվում է, որ թեպետ ժամանակավրեպ, բայց լավ բան են ասում։ Իսկապես որ երեխաներին պաշտպանելուց էլ կարևոր հարց չէ, բայց ինչպես ցույց է տալիս ավտորիտար այլ երկրների փորձը, այսպիսի գործընթացները սկսվում են երեխաների ենթադրյալ պաշտպանությունից, վերջանում են համացանցային կապը անձնագրային նույնականացմամբ դարձնելով, կայքերի զանգվածային արգելափակումներով եւ այլ հաճելի սյուրպրիզներով։ Կրկնում եմ, սա ստանդարտ սխեմա է, որն արդեն կիրառվել է մի շարք երկրներում։ Երեխաներին շատ շուտով մոռանում են, փոխարենը բիզնեսը եւ անհատ սկսում են ամեն օր բախվել անիմաստ մաշեցնող ու ծախսատար խնդիրների հետ։ Էլ չասեմ, որ գրաքննությունը եւ իշխանության համար անցանկալի կայքերն արգելափակելը դառնում է նորմ։ Իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։ Ինչպես դիմադրել։ Նախ եւ առաջ փորձեք իրազեկել այս խնդրի մասին ձեր շրջապատի մարդկանց։ Եթե շփում ունեք պաշտոնյաների հետ, ապա բոլոր հասանելի խողովակներով ձեր մտահոգությունը հայտնեք համացանցին հասանելիությունը սահմանափակող ցանկացած նախաձեռնության վերաբերյալ։ Ուշադիր եղեք, որ չխաբվեք երեխաների պաշտպանության, հիբրիդ սպառնալիքների եւ այլ հնարած արդարացումներով։ Ինչքան էլ թվան, թե ներկայիս վարչակարգը թքած ունի հանրային կարծիքի վրա, բայց իրականում գոնե որոշ չափով հաշվի է նստում դրա հետ։ Ըստ այդմ շատ կարևոր է համացանցային սահմանափակումների վերաբերյալ այդ հանրային կարծիքը ձևավորել եւ լսելի դարձնել։ Պատրաստվելով իր վերարտադրմանը, Նիկոլ Փաշինյանը շարունակում է կաշառել պետական աշխատողներին, կաշառք բառը փոխարինելով պարգևավճար տերմինով։ Կառավարությունը պետական աշխատողներին մինչև տարվա կես 4.6 միլիարդ դրամից կամ 12 միլիոն դոլարից ավելի պարգևավճար կբաժանի։ Եթե 2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով պարգևատրումներին 3.6 միլիարդ դրամ էր ուղղվել, ապա ընտրություններին ընդառաջ տարվա մյուս կեսի համար նրանց աշխատանքն էլ ավելի բարձր է գնահատվել, գումարն էլ կառավարությունը 1 միլիարդով ավելացրել է։ Փաշինյանի կաբինետն այսօր որոշումը միաձայն ընդունեց։ 4.6 միլիարդը կառավարությունը կտա պահուստային ֆոնդից, իսկ պարգևատրումներն աշխատողները մինչև ընտրություններ կստանան։ Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի հակակոռուպցիոն փորձագետ Վարուժան Հոկտանյանն ընտրությունների նախաժամին աշխատանքի խրախուսման նոր ծրագրի մեջ քաղաքական կոռուպցիայի ռիսկեր է տեսնում։ Ընտրությունների նախօրյակին է այս ամենը լինում, եւ սա արդեն այլ պատմություն է, որ բնականաբար ստանալով այդքան գումար նրանք պիտի շնորհակալ լինեն դրա համար, ասաց նա շարունակելով։ Սա քրեորեն պատժելի է առարկա չէ զուտ բարոյական իմաստով։ Արդեն պարզ է, որ այս ամենը երբ որ արվում է ընտրություններից առաջ, այսինքն անընդհատ այս երևույթը կար,
այնպես չէ, որ սա նոր է, խնդիրը մասշտաբների մեջ է։ Վերընտրության ձգտող վարչապետ Փաշինյանի տեսակետն այն է, որ միլիարդների պարգևավճարը հենց հակակոռուպցիոն քայլ է։ Այս մեխանիզմով ինչքան էլ ծանր քննադատությունների ենք արժանանում, մեր պետության հետագա զարգացման ճանապարհին կարևորագույն մի քայլ ենք անում։ Աշխատանքի գնահատման ծրագիրը պետական պարտքը գրեթե կրկնապատկած կառավարությունը անցած տարեվերջին ներդրեց, համալիրում մի քանի հազար պետական մարմինների աշխատակիցների հետ վարչապետի հանդիպումից հետո, որոշելով 2025-26 թվականների համար աշխատավարձից բացի նրանց նաև հավելյալ միջոցներ տրամադրել։ Ինքը Փաշինյանը չհաշված աշխատավարձը այդ հատկացումների հաշվին ըստ հետքի 12 միլիոն պարգևավճար էր ստացել, արդարադատության նախարարը 6-ից 7 միլիոն դրամի մասին է խոսել։ Մոտ 3 միլիոն ամանորի նախօրեին ազգային ժողովի 107 պատգամավորների հաշվեհամարներին էր նստել։ Իսկ ով գիտի, որ պետական մարմնի, որ աշխատողն ինչի համար է պարգևատրվում։ Transparency International-ի փորձագետն ասում է, կատարողականի արդյունքները չեն հրապարակվում, ուստի չկա թափանցիկություն։ Բացի բարձր աշխատավարձից, որը անհրաժեշտ պայման է կոռուպցիան նվազեցնելու, պետք է հաշվի առնել նաև թափանցիկության, հաշվետվողականության, վերահսկողության մեխանիզմների առկայությունը։ Մի քիչ կասկածում եմ, որ դա կա, համենայն դեպս, եթե այդպես է, պետք է գոնե թափանցիկ ձևով մենք տեսնեինք կոնկրետ ինչի համար է եղել պարգևատրում։ Պարգևատրել բառը արժեզրկում է այս ձևով, եթե այդպես է արվում։ Օրինակ, հնարավոր է, որ մենք տեսնենք, որ առանձնապես բան չի արվել։ Վարչապետ Փաշինյանն այսօր երկար հիմնավորեց իր թիմի որոշումը, այդ ընթացքում շատ ուղիղ կապ տեսնելով պարգևավճարների ու ինչպես նշեց, հաստատված խաղաղության միջև։ Այս ուղղությամբ ներդրումները իրենք բերում են լրացուցիչ արդյունքներ։ Ի վերջո, եկեք արձանագրենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նաեւ որոշակի համակարգային աշխատանքի արդյունք է, եւ այդ համակարգային աշխատանքը կատարում են մարդիկ։ Այդ համակարգային աշխատանքի արդյունավետությունը կախված է նրանից, թե ինչքանով են մարդիկ իրենց աշխատանքի մեջ ոչ միայն մոտիվացված, այլև օբյեկտիվ պայմաններով ապահովված իրենց աշխատանքի վրա գերկենտրոնացած լինելու։ Դեռ անցած տարեվերջին, երբ առաջին կիսամյակի միլիարդավոր պարգևավճարների սկանդալը պայթեց, Փաշինյանի թիմակից ԱԺ նախագահը շատ ավելի կենցաղային բացատրություն ուներ։ Այն մարդիկ, ովքեր այսօր տատիկ-պապիկների հոսանքի վարձի որակի գործով են զբաղվում, ճանապարհների խաղաղություն են բերում եւ պետության բոլոր ուղղություններով աշխատում են եւ ամեն աստծո օր ամեն ինչի մեջ մեղադրվում են, պետք է կարողանան երկիրը ներկայացնել, նորմալ շոր հագնեն։ Վարչապետն այսօր կառավարության նիստում պահանջեց խնդիրը նաեւ տեղական իշխանությունների մակարդակում լուծել, անգամ տարածքային կառավարման նախարարին դիմելով ինչ-ինչ պրոցեսներից խոսեց։ Չեմ կարող այս բանը հանդուրժել, որ տարածքներ թողնենք, որտեղ պրոցեսներ գեներացվեն, որոնք կառուցողական չեն։ Ինչ պրոցեսներ նկատի ուներ, արդյոք դժգոհությունները չիմացվեց։ Համենայն դեպս կառավարության որոշմամբ բոլոր մարզպետարանների աշխատակիցները եւս կպարգևատրվեն։ Վերջին մի քանի ամսում պարգևավճարների վրա 21.5 միլիոնից ավելի ծախսած կառավարությունը այս տարի բյուջեի դեֆիցիտը փակելու համար մտադիր է եւս 1.4 միլիարդ դոլարի պարտք վերցնել։ Տարածաշրջանային նորություններից կարևորել ենք մի քանիսը, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Չինաստանը խիստ նախազգուշացում է տարածել, հայտարարելով, որ Իսրայելը պետք է զինաթափվի, կանխելու համար տարածաշրջանային հակամարտության լիարժեք երրորդ համաշխարհային պատերազմի վերածվելը։ Այս հայտարարությունը արտացոլում է Պեկինի աճող մտահոգությունը, որ Մերձավոր Արևելքում պատասխան հարվածների եւ առաջնորդության թիրախավորման անընդհատ ցիկլը հասնում է համաշխարհային շրջադարձային կետի։ Զինաթափման կոչ անելով Չինաստանը դիրքավորվում է որպես միջազգային միջամտության հիմնական կողմնակից, ինչը կտրուկ հակադրվում է Թրամփի վարչակազմի կողմից ներկայումս նախընտրելի առավելագույն ճնշման մարտավարությանը։ Այս քայլը ազդանշան է տալիս, որ Պեկինը պատրաստ է օգտագործել իր ազդեցությունը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում տարածաշրջանում ռազմական գործողությունների վրա ավելի ագրեսիվ գլոբալ սահմանափակումներ սահմանելու համար։ Պատմականորեն Չինաստանը պահպանել է չմիջամտելու քաղաքականություն, սակայն Հորմուզի նեղուցի վերջերս փաստացի փակումը ուղղակիորեն սպառնացել է իր էներգետիկ անվտանգությանը եւ տնտեսական կայունությանը։ Որպես աշխարհի խոշորագույն նավթ ներմուծողներից մեկը, Չինաստանը շարունակական անկայունությունը դիտարկում է որպես համաշխարհային շուկայի եւ իր ներքին աճի ուղղակի սպառնալիք։ Այս հռչակագիրը Խաղաղության խորհրդի դինամիկային նոր բարդություն է հաղորդում, քանի որ մի քանի անդամ երկրներ կարող են հայտնվել ԱՄՆ անվտանգության հովանոցի եւ Չինաստանի կողմից արմատական ռազմական նահանջի կոչերի միջև։ Մեծ տերությունների միջև դիվանագիտական պառակտումը այժմ դառնում է նույնքան անկայուն, որքան Պարսից ծոցի ֆիզիկական մարտադաշտերը։
Հրաչյա Արզումանյանն է գրում. Օպերատիվ տակտիկական մակարդակում առավելությունը պահպանվում է ԱՄՆ-ի եւ Իսրայելի կոալիցիայի կողմը, սակայն ռազմավարական եւ քաղաքական մակարդակներում առավելությունը աստիճանաբար անցնում է Իրանին։ Շատերը համաձայն չեն լինի ինձ հետ, բայց նման եզրակացության ինձ հանգեցնում են արևմտյան ռազմական մշակույթի վերաբերյալ իմ հետազոտությունները, որոնք արտացոլված են գրքերում եւ հոդվածներում։ ԱՄՆ-ն եւ Իսրայելը հայտնվել են ամերիկյան ռազմական մշակույթի, կարելի է ասել, դասական թակարդում, որը չի ընդունում իռեգուլյար կանոն պատերազմի մեթոդները, գերադասելով կոնվենցիոնալ պատերազմը։ Իսկ իրանական պատերազմն ավելի ու ավելի վստահորեն դառնում է իռեգուլյար եւ գրեթե անմիջապես դարձավ տարածաշրջանային։ Ահա սա է իրանական ռազմավարության նորույթը։ Թվում է Իրանն ի սկզբանե պլանավորել էր իռեգուլյար, հնարավոր է նաեւ հիբրիդային պատերազմ տարածաշրջանային մասշտաբով, երբ այն ընդգրկում է ողջ մերձավոր արևելքը։ ԱՄՆ-ն նման պատերազմի հաստատ պատրաստ չէ, քանի որ սա նույնիսկ Վիետնամ կամ Աֆղանստան չէ, այլ մասշտաբ է։ Ցախալը Իսրայելի պաշտպանության բանակը ունի անհրաժեշտ փորձը, բայց չունի նման պատերազմի համար անհրաժեշտ ուժերի մասշտաբը։ Իրանը հյուծելու է մերձավոր արևելքն ու աշխարհը, ստիպելով ագրեսորներին ընդունել պատերազմի ավարտի իր պայմանները։ Նման ռազմավարությունը նկատվում պատերազմի 13-րդ օրը ուրբաթ ամսի 13-ի երեկոյան։ Իռեգուլյար պատերազմում վճռորոշ դեր է խաղում ոչ թե մարտական հզորությունը, այլ դիմացկունությունը, կամքը եւ տեղեկատվական դաշտի վերահսկողությունը, նարատիվների պատերազմը։ Իրանն այս տեսանկյունից ակնհայտորեն հաղթում է։ Հաղթում է պատերազմը համաշխարհային հանրության սրտերի համար։ Ամեն դեպքում Իրանը պարզապես այլ ելք չունի, քան ստիպել ԱՄՆ-ին եւ Իսրայելին ընդունել իր պայմանները, քանի որ Իսրայելի ռազմավարությունը հստակ նկատվում է։ Արշավ առ արշավ թույլատրել Իրանին, ամեն անգամ հեշտացնելով հերթական հարվածի հնարավորությունը։ Յուրաքանչյուր արշավից Իրանը դուրս է գալիս ավելի թույլ։ Իրանը հստակ հասկանում է, որ եթե հիմա դուրս գա պատերազմից կամ համաձայնվի զինադադարի, դա ԱՄՆ-ին եւ Իսրայելին հնարավորություն կտա վերականգնվել եւ նորից հարվածել։ Նշանակում է պետք է կոտրել խաղը հենց այս արշավի շրջանակներում, քանի որ հետո միայն ավելի բարդ է լինելու։ Թրամփի եւ Նեթանյահուի ձեռքում մնացել է միայն մեկ հաղթաթուղթ երկուսի համար՝ Թուրքիան, Ադրբեջանը։ Կկարողանան արդյոք նրանք Էրդողանին ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջ, թե ոչ, ցույց կտա ժամանակը։ Իսկ Իրանի կառավարության խոսնակ Մոհսեն Ռեզային նշել է այն երկու պայմանները, որոնք Թեհրանը ներկայացրել է պատերազմը դադարեցնելու համար, գրում է CNN-ը։ Սա նա նշել է, որ ԱՄՆ-ն պետք է փոխհատուցում վճարի Իրանին հակամարտության ընթացքում պատճառած վնասի համար եւ որ բոլոր ամերիկյան բազաները պետք է դուրս բերվեն Պարսից ծոցից։ Այն ընդգծել է, որ միայն այդ դեպքում Իրանը կքննարկի պատերազմը դադարեցնելու հարցը։ Աշխարհում ավելանում են երկրների ցանկը, որոնց դուր չի գալիս Իսրայելի քաղաքականությունը։ Նիդերլանդները եւ Իսլանդիան միացել են Հաագայի միջազգային դատարանում Հարավային Աֆրիկայի կողմից Իսրայելին մեղադրող գործին Գազայի հատվածում ցեղասպանություն կատարելու մեջ։ Դատարանը հայտարարել է այս քայլի մասին անցած շաբաթ։ Իր միջամտության հայտարարության մեջ Նիդերլանդները նշել է, որ հարկադիր տեղահանումը, սովը, օգնության մերժումը եւ երեխաների դեմ կատարված գործողությունները կարող են համարվել ցեղասպանության գործողություններ։ Այն հավելել է, որ նման գործողությունները կարևոր դեր կարող են խաղալ ցեղասպանություն կատարելու մտադրությունը որոշելու գործում։ Երկու երկրները ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժի մասին կոնվենցիայի կողմեր են, որը թույլ է տալիս պետություններին միջամտել դատարանում ներկայացված գործերին, երբ հարցեր են առաջանում այն պայմանագրի վերաբերյալ, որին նրանք միացել են։ Իր հայտարարության մեջ Նիդերլանդները նշել է, որ երեխաների դեմ կատարված գործողությունները պետք է տարբեր կերպ գնահատվեն, նշելով, որ երեխաների դեմ ուղղված հանցագործությունները կարող են մեծ նշանակություն ունենալ ցեղասպանական մտադրությունը ապացուցելու համար։ Իսլանդիան իր սեփական ներկայացրած փաստաթղթում պնդել է, որ ցեղասպանական մտադրության որոշումը չպետք է սահմանափակվի միայն այն դեպքերով, երբ ցեղասպանությունը կատարված գործողություններից միակ հնարավոր եզրակացությունն է։ Ըստ Իսլանդիայի, ցեղասպանական մտադրության հետ մեկտեղ այլ հնարավոր դրդապատճառների առկայությունը չպետք է խանգարի դատարանին եզրակացնել, որ ցեղասպանություն կարող է տեղի ունեցած լինել։ Հիշեցնենք, որ դեռևս 2023 թվականի դեկտեմբերին Հարավային Աֆրիկան հայց ներկայացրեց միջազգային դատարան, մեղադրելով Իսրայելին ցեղասպանության գործողություններ կատարելու մեջ։ Մի քանի երկրներ, այդ թվում Կոլումբիան, Մեքսիկան, Իսպանիան, Թուրքիան, Մալդիվները, Իռլանդիան, Բրազիլիան եւ Բելգիան արդեն միջամտել էին։ Այս շաբաթ այսքանը, սիրելի հայրենակից, եւ եթե լուրերի մեր թողարկումները քեզ համար կարեւոր են, կոչ ենք անում միանալ մեր ազգային հարթակին, նպաստել իրական Հայաստանի հարատևմանը եւ հզորացմանը։ Իսկ շաբաթվա իրական լուրերը ձեզ ներկայացրեց ազգ նախաձեռնության անդամ Ստելլա Հովսեփյանը։ Կհանդիպենք մյուս չորեքշաբթի։